Տիկին Սինորյան, բացահայտված ահաբեկչությունից հետո քաղաքական ձեր ընդդիմախոսները տեղի ունեցածը որակում են հետապնդում քաղաքական առումով եւ նշում են, որ այդ ձայնագրությունները AI-ի միջոցով էին, արհեստական բանականության միջոցով էին ստեղծվել կամ կոնտեքստից կտրված էին։ Որն է ձեր արձագանքը դրան։ Աննշան, որ այն ինչ տեղի ունեցավ հունիսի 25-ին Հայաստանի Հանրապետությունում, երկրորդ հոկտեմբերի 27-ի կանխարգելում էր եւ այն ինչ որ արեցին մեր ուժային կառույցները, դա ֆենոմենալ մի հատ երևույթ էր եւ փաստացի մի հատ մեծ ողբերգություն Հայաստանի Հանրապետությունում կանխարգելվեց եւ մեր ընդդիմախոսները ինչպես միշտ իրենց գիտաֆանտաստիկ մտքերն են արտաբերում, փոխանակ դատապարտեն այդ երևույթը, իրենք նման անհետեցություններով են զբաղված։ Հետաքրքիր է, որ նույնիսկ Մայրաթորը իր հայտարարությունում չդատապարտեց անգամ զուտ որպես ահաբեկչություն առհասարակ։ Մայրաթորը նույնիսկ նոյեմբերի 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո այնինչ տեղի ունեցավ Երևանի կենտրոնում պարոն Միրզոյանի վրա հարձակումը, երբ որ պարոն Միրզոյանին գրեթե հասցրեցին մահվան դուռ, նույնիսկ այդ ժամանակահատվածում որևիցե դատապարտելի խոսք Մայրաթորը չկատարեց եւ իրական զավեշտը գիտեք որն է, երբ որ ես կամ իմ ընկերները կարդում են Մայրաթորի մամլո հաղորդագրությունները, նենց տպավորություն է ոչ թե Մայրաթորի լեահոստ են կարդում, այլ որևէ կուսակցության պաշտոնական մամլո հաղորդագրություն։ Եթե վերցնենք մեր ընդդիմախոս կուսակցությունների մամլո հաղորդագրությունները եւ Մայրաթորինը, որևիցե բանով իրենք իրենց չեն զիջում։ Այս ահաբեկչության բացահայտումից հետո իշխանությունը առհասարակ ինչ եզրակացություններ է արել, արդյոք չպետք է այն ուժերը, որոնք ներգրավված էին, անձինք, որոնք աջակցում են սպասվող ահաբեկչությանը, չպետք է իրավական առումով սահմանափակել նրանց մասնակցությունը օրինակ ընտրություններին։ Տեսեք, ուժային կառույցները իրենց գործընթացը արդեն կազմակերպել են եւ մնացածը արդեն համապատասխան իրավական դաշտում գործընթաց է, որը պետք է կատարի դատախազությունը եւ դատարանները եւ կարծում եմ, որ արդեն կալանքը կա եւ մնացած process-ները հետևենք եւ տեսնենք, իսկ ձեր ասացի վերաբերյալ չեմ կարող այս բարեդրությամբ որևիցե հայտարարություն անեմ, որովհետեւ լիազորված չեմ, դրա վերաբերյալ արդեն մեր գործադիր եւ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների անհրաժեշտության դեպքում, եթե նման բան կլինի, արդեն իրենք կասեն, բայց այնուամենայնիվ մեր ուժայինները եւ համապատասխան մարմինների ներկայացուցիչները արդեն իրենց գործողությունները կատարել են եւ կարևոր հանգամանքը այն է, որ բոլոր փաստացի գործընթաց կազմակերպողները կալանքի տակ են եւ այդ գործընթացը կանխվել է։ Ընդդիմադիրները պնդում են նաև որոշ իրավապաշտպաններ, որ Աջապահյանի նկատմամբ հետապնդումը պատահական չէր, որ հիմա հարուցվեց, նա նախկինում էլ է զինված հեղաշրջման կոչ արել զինվորականներին, բայց նախկինում հետապնդում չի եղել։ Տեսեք, նա արել է դա 2020 թվական եւ վերջերս է հաստատել է իր հարցազրույցներից մեկում եւ այս զգայուն շրջանում Աջապարյանի նման տեքստերը բավականին վտանգավոր են եւ գիտեք որն է հարցը հոգեվորականը, որ փաստացի չպետք է խառնվի քաղաքական որևէ գործընթացի, փաստացի մենք ունենք հոգեվորականների մի խավ, որոնք ինձ թվում է իրենք տենց վերնախավ են եւ գրեթե աստծո դռանը մոտ եւ իրենց ամեն ինչ թույլատրելի է եւ ցանկացած խոսույթ տարածում են։ Նույն Աջապահարյանը, նույն Բագրատ Սրբազան այսպես կոչված իրենց խոսույթը որ դուք նայում եք ինձ թվում է թե իրենք այլ աշխարհից են իրենք հասարակ մահկանացուներ չեն եւ որևիցե մեկը թեկուզ նրանք ամենավերջին հայտարարությունները կատարեն իրենց որևիցե մեկը իրավասու չի իրենց ձերբակալի կամ որևիցե իրավական գործընթաց սկսի այն դեպքում երբ որ նրանք նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի են եւ իրենք դուրս են եկել իրենց հոգեվորական սքեմի տակից եւ փաստացի զբաղվում են այլ գործընթացներով որ օրս մենք տեսանք թե ինչ գործընթացով էին ցանկանում զբաղվել։ Ըստ ձեզ ինչու Աջապահյանը հրաժարվեց լինել ընդդիմության միասնական թեկնածու, նրա անձի շուրջ կոնսենսուս կար թե Մարուքյանի, թե ՔՊ խմբակցությունից դուրս եկած պատգամավորների, թե առհասարակ խորհրդարանական ընդդիմության շուրջ։ Իրական դա բավականին զավեշտալի է, որ նույնիսկ Աջապահյանը չի վստահում այսօրվա ընդդիմությանը եւ ինքը նույնիսկ հրաժարվեց լինել վարչապետի միասնական թեկնածու։ Բավականին զավեշտալի է այդ դեպքը եւ այն ինչ որ հիմա այն խոսույթը, որ տարածում է ընդդիմությունը եւ Մայրաթորի պաշտոնական հաղորդագրությունները, բավականին զավեշտալի են եւ ես մեկնաբանելու ոչինչ չունեմ այս պարագայում։ Բայց կարող եք ենթադրել ինչու է այս process-ը, ինչի համար է գուցե ընդդիմությունը այլ թեկնածու ունի։ Չեմ կարող ասել, դա արդեն պետք է մեր ընդդիմության ներկայացուցիչներին հարցնել, թե իրենք ինչ թեկնածու ունեն եւ ինչ գործընթաց են սկսել։
Վարչապետը առաջարկել էր հայհոյախոսությունը եւ այս հիբրիդային պատերազմը դադարեցնել ինչ-որ ժամանակ, արդյոք սա նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության մյուս անդամներին է վերաբերվում եւ ընդդիմությունից ինչ է ակնկալում այս առումով։ Ամբողջությամբ համաձայն եմ վարչապետի գրած տեքստի հետ, սակայն ընդդիմության վերաբերյալ չեմ կարող ոչինչ ասել, որովհետև ընդդիմությունը ոչ թե հիմա է սկսել նման բառապաշարով խոսել, այլ դեռևս 2018 թվականից սկսած մինչև օրս այդ բառապաշարը օգտագործում եւ կիրառում էր եւ ամենատարբեր մակարդակներով։ Եթե դուք տեսած կլինեք, նաև օրեր առաջ, երբ որ Աջապարյանին ցանկանում էին բերման ենթարկել, նույնիսկ նա հենց այդ բերման ենթարկելու գործընթացում բավականին ոչ կոռեկտ արտահայտություններ արեց եւ եզրակացությունը արդեն հանրությունը կանի դրա վերաբերյալ։ Վերջո այս ամենի վերջաբանը, որը պետք է լինի, կաթողիկոսը վարչապետի պահանջը վեհարանելը քելու չի կատարում, նաև կուսակրոնության թեմայով որևէ հերքում կամ հաստատում չկա։ Այս թեմայի վերջաբանը պետք է լինի այն, որ հայ առաքելական եկեղեցին պետք է վերադարձվի ժողովրդին։ Այս պահին հայ առաքելական եկեղեցին չի գտնվում ժողովրդի լիազորությունների ներքո։ Այնտեղ է նախավում հավաքված են մարդիկ, ովքեր որ խախտել են կուսակրոնության ոչ ուխտի եւ ոչ միայն այդ ուխտի բազմաթիվ դրույթներ։ Եվ նման մարդիկ ուղղակի չեն կարող զբաղեցնել նման բարձրաստիճան պաշտոն։ Փաստացի նույն Գարեգին բան նա խախտել է եկեղեցական սահմանադրությունը, նա տապալել է եկեղեցական սահմանադրությունը եւ ինչպես եք կարծում, որ նման մարդու պետք է ենթարկվեն այլ քահանաներ, օրինակ ովքեր որ կուսակրոն չեն, ոչ կուսակրոն են եւ իրենք քահանայի աստիճանից չեն բարձրանում։ Այդտեղ բավականին դիսոնանս կա եւ անարդարացի վերաբերմունք կա այլ քահանաների հանդեպ։ Մեր քաղաքական թիմը, վարչապետը մի քանի անգամ նշել է, որ այս ամբողջ գործընթացը ոչ թե եկեղեցու ինստիտուտի եւ եկեղեցու դեմ է, այլ դա դեմ է հստակ անձանց, ովքեր որ խախտել են եկեղեցական կանոնակարգը, եկեղեցական այսպես կոչված սահմանադրությունը։ Եվ Մայր Աթոռը ամենի մասին պաշտոնական մամլոհաղորդագրություններ է տալիս, բացի այն փաստից, արդյոք նա ունի զավակ, թե ոչ։ Այդ հարցին ոչ հերքում է, ոչ հաստատում է եւ բավականին զավեշտալի է։ Իսկ ինչպես է գնահատում Ֆրանսիայի նախագահի աջակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ի պատասխան Հայաստանում ժողովրդավարությունը ապակայունացնելուն։ Տեսեք, հայ-ֆրանսիական հարաբերությունները հատկապես վերջին տարիներին շատ ակտիվ զարգանում են եւ Ֆրանսիան միշտ եղել է բարեկամական կապերի մեջ Հայաստանի Հանրապետության համար եւ մեզ համար, մեր երկրի համար շատ կարեւոր է Ֆրանսիայի նման պետության աջակցությունը առ ժողովրդավարություն, որովհետեւ ժողովրդավարությունը պահել եւ փայփայելը բավականին բարդ գործընթաց է եւ այնինչ որ տեղի է ուզում ունենալ հունիսի 25-ին եւ դրա հետագա օրերին փաստացի ուղիղ հարված է ժողովրդավարությանը։ Այնինչ որ պլանավորել էին կատարել, դա փաստացի նրանք ցանկանում էին գլխատել պետությունը, երկրում տոտալ անհասկանալի իրավիճակ ստեղծել եւ Հայաստանը փաստացի տանել կործանման եւ Հայաստանը կորցնել իր ինքնաշխանությունը եւ ժողովրդավարությունը։ Այդ ամբողջ գործընթացը դրան էր միտված եւ ես լիահույս եմ, որ այս ամբողջ process-ը իր վերջնակետին կհասնի եւ այն մարդիկ, ովքեր որ այս ամբողջ գործընթացը կազմակերպել են, ի վերջո համապատասխան process-ներից հետո իրենց պատիժը կստանան։ Ես չեմ խախտում որևիցե մեկի անմեղության կանխավարկածը, բայց ով այս ամենը կազմակերպել է, պետք է օրենքի ամբողջ խստությամբ պատիժ կրի, որովհետև որևիցե մեկը չի կարող Հայաստանի Հանրապետության ինքնաշխանության եւ պետականության դեմ որևիցե գործընթաց սկսի։